Մեր ուղեղը որոշում կայացնելու գլխավոր գործիքն է, և մենք մեր ուղեղով ենք որոշում, թե ինչպես կանցնեն մեր տոնական օրերը։ Մեզանից շատերը կարող են ասել, դե օր ա էլի, մյուս օրերի նման, ինչ եք ոգևորվել, հանգիստ ապրեք ձեզ համար։ Իսկ ոմանք կասեն, ոչ, սա տարբեր է մյուս բոլոր օրերից, սա տոնական շրջան է։ Գնումներ կանեն, տունը կզարդարեն, եղևնի կդնեն տան մեջ և կձևավորեն, և այդ ամենով նրանք կարծես կմտնեն այս տոնական ամբողջ ընթացքի մեջ։ Ընկերներ, ես միշտ առաջարկում եմ, որ մենք օգտվենք բոլոր տոներից և մեր առօրյան փոխենք։ Տեսել եք այն մուլտիկը, որը կոչվում էր Գտնված երազ։ Պապիկը, որ լացում էր, աղջիկը հարցնում է, ինչու ես լալիս ծերուկ։ Նա ասում է, ես արդեն վաղուց է ապրում եմ այս վայրում, բայց շուրջս ոչինչ չի փոխվում, ես հոգնել եմ ու լաց է լինում։ Մի ուրիշ լավ ֆիլմ կա, կոչվում է Ձեն Սուրկա։ Այդտեղ հերոսը ամեն օր արթնանում է այն օրվա մեջ, որը կարծես արդեն ապրել էր 3 օրը օրից չի տարբերվում։ Այո, ես համաձայն եմ, որ մեր կյանքի օրերն էլ հաճախ կարող են շատ միանման, միագույն և միապաղաղ լինել։ Եվ նմանօրինակ տոնական մթնոլորտը ստեղծում են հնարավորություն, որ մենք մեր առօրյայի մեջ տարբեր մի բան ստեղծենք։ Եվ ես վստահեցնում եմ, դա մեր հոգեկանի համար անչափ կարևոր է։ Եկեք ներկա լինենք այն ամենի, ինչ որ կատարվում է մեր շուրջը։ Փորձենք մեր ունեցած գրպանում եղած գումարի չափով գնումներ կատարենք, նվերներ անենք, տունը ձևավորենք, լսենք տոնական երաժշտություն, ֆիլմեր նայենք ամանորյա։ Ես չեմ խոսում պետք-էներով, որ պետք է անպայման ոչ։ Ես միշտ կարևորում եմ, որ դուք անկեղծ լինեք ձեզ հետ, փորձեք հասկանալ ինչ է իրականում ձեզ պետք, բայց այն մոտեցումն էլ, որ դե օր ա էլի, ես դա էլ չեմ քաջալերում։ Մի պահ կանգ առեք և մտածեք, ինչպես եք ուզում ձեր առօրյան, ձեր տոները անցկացնեք։ Եվ հասկացեք, որ դա ինքնաբերաբար չի լինում, դուք դա էստեղով եք որոշում։ Ինչպես որ որոշեք, այդպես էլ ձեր տոները կընթանան։